Ես չեմ ընտրել Հայաստանը, Հայաստանն է ինձ ընտրել։ Այս զգացումով է կորեացի Յուսան-հանը եկել մեր երկիր։ Ես Կորեայում հայերեն սովորել եմ։ Յուսանը մեր լեզուն սովորել է առցանց հայկական վիրտուալ քոլեջում։ Ես դեռ սովորում եմ, բայց քիչ սովորում եմ։ Կորեացին 7 լեզու գիտի, արդյոք դժվար չէ հայերենը, ասում է։ Դժվար է, բայց արժե։ Կինոռեժիսուրայից լրագրություն։ Կորեայում եւ Չինաստանում կինոռեժիսուրան ուսումնասիրելուց հետո Յուսանը Երևանի պետական համալսարանի հեռուստալրագրություն մագիստրոսական ծրագրին է դիմել, ընդունվել։ Արդեն ունեմ ընկերներ, մենք խոսում ենք անգլերեն, կորեերեն, չիներեն, իսկ հայերեն։ Թե ինչպես է որոշել մեր երկրում սովորել, պատմում է։ Ամիսներ առաջ իր «Ֆոբիա» անվամբ ֆիլմը ցուցադրվել է Հայաստանի Վան-Շոթ միջազգային կարճամետրաժ կինոփառատոնում։ Դրանից հետո ավելի խորն է ուսումնասիրել հայկական մշակույթն ու պատմությունը, իսկ լրագրությունը իր համար կամուրջ է միացնելու Կորեան եւ Հայաստանը։ I want to live in here Armenia because Ես ուզում եմ մնալ Հայաստանում եւ զարգացնել մեդիա գործակցությունը մեր երկրների միջև։ Իսկ թե ինչն է Հայաստանում իրեն դուր գալիս, պատասխանում է՝ մշակույթը, արվեստը, հայկական ժպիտը։ Այսօրվա մեր դասի թեման ես հենց առանձնացրել էի ինչպես կարելի է գնալ նկարահանման, ինչպես պատրաստվել։ Մի քանի օր առաջ է Յուսանը Երևան ժամանել, բայց կուրսընկերներին վաղուց է ճանաչում։ Մինչև նրա գալը մենք հաղորդակցվում էինք, դե ունենք ինչպես բոլորը կուրսի չաթ, այնտեղ շփվում էինք ու Յուսանը մեզ հետ խոսում էր հայերեն այնտեղ։ Մինչև նրա գալը մտածում էինք, որ նա երևի թարգմանում է ուղարկում, բայց երբ Յուսանը միացավ մեզ, մենք հասկացանք, որ նա նաև խոսում է հայերեն։ Մենք դա չգիտեինք եւ հաճելի անակնկալ էր այսպես բոլորիս համար։ Խոսում ենք հիմնականում կամ անգլերեն կամ հայերեն։ Յուսանի դասախոսն էլ նշում է, մինչև դասերին ֆիզիկապես մասնակցելը ուշադիր է եղել հանձնարարված առաջադրանքներին։ Սեպտեմբերից արդեն ակտիվորեն մասնակցում է, առաջադրանքներ, հանձնարարությունները կատարում, անգամ բանավոր շփում ենթադրող հանձնարարությունները գրի է առնում եւ ուղարկում։ Ավելին ասեմ, ինքն արդեն իր ավարտական նախագծի սցենարն է մեզ ուղարկել։ Մենք քննարկել ենք, իդեպ վավերագրական ֆիլմ է ուզում անել, պատմական հիշողության մասին, պատերազմի հետքերի մասին ցույց տալու համար, որքան նման են մարդիկ, երբ իրենք ողբերգություն եւ երջանկություն են կրում։ Դասախոսները եւ ուսանողները համոզված են, որ Յուսանը կհաղթահարի հայկական մագիստրոսական ծրագիրը, քանի որ սովորելու ցանկությունը մեծ է։ Լիանա Խաչատուրյան, Հովհաննես Քյոսեյան, լուրեր։